Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Կերոն հիմնադրամի տաղանդների ֆոնդ ծրագրի տնօրեն Գևորգ Պողոսյանն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես դուք իրականացնում եք ծրագիր, ըստ որի համալրվում են թափուր հաստիկները։ Մենք շատ հաճախ խոսում ենք, որ Հայաստանում կան շատ մասնագիտություններ, շատ թափուր հաստիկներ եւ այս պահի դրությամբ ծրագրի նպատակը ո՞րն է եւ ինչպես են համալրվում այդ թափուր հաստիկները։ Ծրագրի նպատակը ավելի շատ ոչ թե թափուր հաստիկներ լցնելն է, այլ Հայաստան հրավիրել մասնագետներ, որոնց բացակայությունը Հայաստանում կա եւ հատկապես այն հմտություններով, որոնց չենք կարող գտնել Հայաստանի Հանրապետության ներսում։ Նպատակը իրականում մասնագետներին երկարաժամկետ բնակության եւ աշխատելու նպատակով Հայաստան հրավիրելն է 5 ուղղություններով։ Մեր հիմնական ռազմավարական ուղղություններն են առողջապահությունը, կրթությունը, տարածքային զարգացումը, սպորտը եւ մշակույթը։ Դուք ասացիք այնպիսի մասնագետներ, որոնց հնարավոր չէ, այսպես ասած, Հայաստանում գտնել։ Այ խոսքը ո՞ր մասնագիտությունների մասին է, ո՞ր մասնագետների մասին է։ Այս 5 ուղղություններով իրականում մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, դրանք հիմնականում կամ պետական կառույցներ են կամ ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք էկոհամակարգի զարգացմամբ են զբաղվում եւ իրենց միջոցով բացահայտում ենք, թե օրինակ իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար ինչ մասնագետների պակաս ունեն եւ այդ մասնագետներին փորձում են գտնել եւ հրավիրել Հայաստան։ Պայմանական մեր առաջին գործընկերները դրանք մեր երկու նվագախմբերն էին, սիմֆոնիկ նվագախումբը եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնց հետ մենք դիտարկեցինք, թե ինչ գործիքների կատարողներ, երաժիշտներ Հայաստանում մենք կամ քիչ ունենք կամ չունենք ընդհանրապես եւ նրանցից մի քանիսին հրավիրեցինք Հայաստան ապրելու եւ աշխատելու։ Կոնկրետ ինչ մասնագետների մասին է խոսքը այս դեպքում, ինչ երաժիշտների։ Այս դեպքում մենք օրինակ հարվածային գործիքների մասնագետների բաց ունեինք եւ հրավիրել ենք Իսպանիայից հարվածային գործիքների մասնագետ։ Հոբոյի նվագող շատ քիչ ունենք Հայաստանում, հրավիրել ենք հոբոյի շատ բարձր որակավորում ունեցող մասնագետի։ Մենք ունենք այստեղ տրոմբոն նվագող, ունենք կանտրաբաս նվագող, այսինքն հիմնականում գործիքներ, որոնց նվագողներ ավելի քիչ են Հայաստանում։ Պարոն Պողոսյան, մենք Հայաստանում հարվածային գործիքների մասնագետների, այսպես ասած, պակաս ունենք, որովհետև երբ շատ հաճախ Instagram-ում նայում ենք, ամեն երկրորդը կամ երաժիշտ է կամ չգիտես ինչու այսօր դարձել է հարցազրույցավար, հաղորդավար, անգամ ստոմատոլոգները, չէ, այդպիսի արդեն դերեր են ստանձնում։ Իրականում պիտի տարբերենք ուղղակի հարվածային գործիքներ նվագողին, նվագախմբային մեծ հարվածային գործիքների ամբողջ կազմին լավ պրոֆեսիոնալ տիրապետող մասնագետից եւ իրականում խոսքը գնում է հենց նվագախմբային պրոֆեսիոնալ հարվածային գործիքներ նվագողի մասին։ Եվ ինչ ժամկետով են այդ մասնագետները գալիս Հայաստան։ Մասնագետները գալիս են նվազագույնը 5 տարով, մենք իրականում հավատում ենք, որպեսզի միջավայր փոխվի տվյալ մասնագետների ներգրավմամբ առնվազն 5 տարի տեսնելու համար նրանց աշխատանքի ազդեցությունը, բայց ոչ միայն աշխատանքի, մենք հավատում ենք նաև, որ նրանք բնակվելով, ապրելով Հայաստանում, նաև իրենց միջավայրը կփոխեն, բերելով իրենց նոր մշակույթ, իրենց մոտեցումները եւ նաև ակտիվ մասնակցելով քաղաքացիական կյանքին Հայաստանի ու նպաստելով մեր երկրի ու քաղաքի զարգացմանը։ Հեշտությամբ են համաձայնվում գալ Հայաստան, մանավանդ 5 տարի ժամկետով, մանավանդ, չգիտեմ, Իսպանիայից, Ֆրանսիայից, Նյու Յորքից։ 5 տարին բավականին երկար ժամկետ է իրականում, բնականաբար առաջին ռեակցիան միշտ լինում է, որ 5 տարի փոփոխության համար պետք է շատ երկար մտածել, պետք է հասկանալ ինչ պայմաններով եւ ինչ տեղում, ինչ քաղաքում է ապրելու, սակայն մեր վերջի 2 տարիների փորձը, մենք 2 տարի ինչ գործում է հիմնադրամը, 2 տարիների փորձը ցույց տվեց, որ հիմնականում նրանք որոշում են կայացնում տեսնելով գոնե մեկ անգամ Հայաստանը, այստեղ պայմանական 1 շաբաթ ապրելուց հետո 5 տարի որոշում են տեղափոխվել ապրել Հայաստան։ Այո։ Եվ այլ ինչ մասնագետների եք մինչ այս պահը հրավիրել Հայաստան բացի երաժիշտներից։ Այս պահին ակտիվ առողջապահության ոլորտում բանակցություններ ենք վարում։ Մի մասնագետ Գերմանիայից ուզում ենք հրավիրել, որպեսզի առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատի եւ վերափոխի կառավարման համակարգը առողջապահական հիմնարկներում եւ նաեւ դրա հիման վրա բարձրացվի որակը առողջապահական ծառայությունների։ Միաժամանակ մենք սպորտի ոլորտում ունենք Գեղասահքի մարզիչ, ով տեղափոխվել է Լեհաստանից, ինքը ICU-ի, այսինքն միջազգային այդ Գեղասահքի ֆեդերացիայի եւ ասոցիացիայի անդամ է, հիմնականում միջազգային եվրոպական եւ աշխարհի չեմպիոնատների ժյուրիի անդամ է լինում եւ հիմա ինքը աշխատելու է մեր հայ մարզիկների հետ եւ փորձելու է մարզել այստեղ եւ երեխաներին եւ պրոֆեսիոնալ մարզիկներին։ Այսինքն
Այսինքն ճիշտ եմ հասկանում, այս պահի դրությամբ հաջողություններ ունենք հիմնականում մշակույթի եւ սպորտի ոլորտում։ Մշակույթի, սպորտի, կրթության ոլորտում մենք Թատերական համալսարանի համար հրավիրել ենք ռեժիսոր, ով ռեժիսուրայի, այսպես ասած, մեթոդաբանությունը պետք է վերանայի եւ նաեւ զբաղվի երիտասարդական թատրոնի որպես գեղարվեստական ղեկավար։ Միաժամանակ Սունդուկյան թատրոնում ունենք նաեւ ռեժիսոր, ով տեղափոխվել է Ամերիկայից եւ ինքը նաեւ հանդիսանում է Վերոնայի ֆեստիվալներից մեկի համահիմնադիրը եւ հիմա արդեն պատրաստվում է մեր դերասանների եւ մեր ոնց որ թատրոնի հետ ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ ներկայացում, որը որ պետք է ամառը ներկայանա Վերոնայի Շեքսպիրի ֆեստիվալին։ Տեսեք, հիմա շատ մարդիկ, ովքեր դիտեն այս հարցազրույցը, պիտի ասեն, որ մենք ռեժիսոր կամ հարվածային գործիքներ նվագող չունենք, որ Ամերիկայից եք բերում կամ Վերոնայից եք բերում։ Այս դեպքում, երբ ձեզ այս հարցը տալիս են, դուք ինչպես եք պատասխանում։ Ես միշտ պատասխանում եմ, որ մենք հրավիրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր հաստատ լրացուցիչ արժեք կարող են ստեղծել իրենց աշխատանքում եւ ոչ թե ինչ-որ մեկի փոխարեն աշխատեն, այլ համատեղ մեր մասնագետների հետ զարգացնեն տվյալ ոլորտը եւ մենք մասնագետներին երբ որ հրավիրում ենք, յուրաքանչյուրը իր պայմանագրի պարտադիր կետ ունի, որ պիտի անպայման նաեւ կրթական ոլորտին աջակցի եւ կամ դասավանդի որոշակի դպրոցում կամ համալսարանում եւ փոխանցի իր հմտություններն ու գիտելիքները։ Այո, մենք ունենք բոլոր ոլորտներում կարելի ասել որոշակի մասնագետներ, բայց եթե մեզ դիմում է տվյալ կառույցը ներկայացնելով, որ օրինակ այս ոլորտը զարգացնելու համար պակասում է գիտելիքն ու հմտությունը, ապա մենք հասկանում ենք, որ օքեյ, ուրեմն մենք այս մասով պիտի գտնենք համապատասխան շատ նեղ ուղղվածությամբ մասնագետին, ով գա եւ դա զարգացնի։ Պայմանական օրինակ ռեժիսորին մենք հրավիրել ենք միջազգային ֆեստիվալներում Հայաստանի ներկայացվածությունը բարձրացնելու, որտեղ ինքը ունի 20-ից ավել տարիների փորձ հենց ֆեստիվալային ներկայացումներ ներկայացնելու։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, անգամ այն երաժիշտները, որոնք գալիս են այստեղ, աշխատում են նվագախմբերում, իրենք պետք է նաև զբաղվեն կրթական ծրագրերով, դասավանդմամբ։ Այո, պարտադիր իրենք շաբաթական մի քանի ժամ աշխատում են կամ երաժշտական դպրոցներում կամ կոնսերվատորիայում եւ դասավանդում են տվյալ գործիքները։ Որովհետեւ չեք կարծում, որ այստեղ նաև հենց մեր կրթական համակարգի բացն է նույն այդ կոնսերվատորիայի կամ երաժշտական դպրոցների, որ մենք ունենք այդ մասնագետների կարիքը Հայաստանում։ Այո, միանշանակ եւ ցավոք սրտի բոլորս գիտենք, որ մեր մոտ կրթական համակարգում բավականին ցածր են աշխատավարձերը եւ պրոֆեսիոնալ մասնագետ, ով հասնում է որոշակի մակարդակի, իրականում այստեղ հետաքրքիրն այն է, որ մեր տեղացի երաժիշտներից շատերը, ովքեր հասնում են տվյալ մասնագիտացմանը, իրենք շատ ժամանակ հրավերներ են ստանում միջազգային տարբեր նվագախմբերից եւ գնում են այնտեղ նվագելու, հա, եւ արդյունքում մենք կարիք ենք ունենում հրավիրելու մասնագետի, որ գա այստեղ եւ աշխատի եւ նաեւ դասավանդի, որպեսզի էլ ավելի շատ մենք ունենանք բարձր որակով մասնագետների։ Տեսեք, հետաքրքիրն այն է, որ դուք այն առաջին հյուրն եք այս ոլորտում, մշակույթ, կրթություն, սպորտ, այսպես ամբողջական ներկայացնեմ, ով հիմա տաղավարում ասում է, որ մենք արտերկրից հրավիրում ենք մասնագետների, որովհետև շատ հաճախ այս նույն տաղավարում լինում են երաժիշտներ, ովքեր աշխատում են եւ օրինակ ֆիլհարմոնիկ նվագախմբում, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ դրան զուգահեռ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում, այսինքն մենք ունենք, ստացվում է այնպես, որ մեր մասնագետները շատ հաճախ գնում են դուրս, մեզ մոտ այդ աշխատանքը, այդ հաստիքը, այսպես ասած, թափուր է մնում եւ Հայաստանում ստիպված են լինում այդ աշխատատեղեր, այդ հաստիկները համալրել դրսի մասնագետներով։ Այո, բայց ես չէի ասի, որ սա միայն բացասական տենդենց է։ Իրականում երաժշտության ու նվագախմբերի ոլորտում միջազգային հոսքը բավականին ակտիվ է, քանի որ շատ տուրեր են արվում, շատ տարբեր համերգներ, տարբեր երկրներում եւ բնականաբար արդյունքում լինում են հրավերներ, թե դրսից մասնագետների այստեղ, թե այստեղի մասնագետներից դուրս, բայց ես ինչպես ասացի, մեր նպատակը երկարաժամկետում նաեւ ընդհանրապես մեր երկրում որոշակի միջավայր փոխելն է նոր մշակույթի եւ նոր հմտությունների միջոցով եւ մարդիկ, որ գալիս են այստեղ, իրենք նաեւ ապրելով բերում են իրենց հետ իրենց մշակույթը ու սա եւս նպաստում է միջավայրի փոփոխությանը։ Այդ միանշանակ համաձայն եմ, իսկ ինչու հենց 5 տարի, ինչպես եք այդ ժամկետը որոշել։
5 տարին իրականում, այսպես ասած, ոնց որ միջին ժամկետն է, որ ուսումնասիրություններ արեցինք, որոնց ընթացքում ցանկացած երկարաժամկետ ծրագրի արդյունք սկսում է արդեն իր ազդեցությունը ցույց տալ։ Իրականում սովորաբար ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, երբ որ սահմանվում են, դրանք մինչեւ 1 տարի, 1-ից 3 տարի, 3-ից 5 տարի ժամկետներն են դիտարկվում։ Տվաբար մենք վերցրել ենք տենց հնարավոր այն ժամկետը, որի արդյունքում մենք կարող ենք տեսնել, թե ինչ փոխվեց տվյալ մասնագետի տեղափոխվելով Հայաստան եւ աշխատելով մեր էկոհամակարգում։ Պարոն Պողոսյան, չեք կարծում, որ ամեն դեպքում ցանկացած մասնագիտությունների դեպքում, տեսեք, բացը երբ լինում է որևէ մասնագետի, պատճառը հենց կրթությունն է։ Եվ ես շատ հաճախ այս նույն հարցը ցիտում եմ եւ տալիս եմ գրեթե այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Ֆրանսիայի նախագահը իր գրքում շատ հետաքրքիր միտք է արտահայտել, որ մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ 40 տարեկանում չես կարող աշխատել 20 տարեկանում սովորած կամ ձեռք բերած կրթությամբ։ Ես հենց դա էի ուզում ասել, որ ցանկացած մասնագիտության հիմքում կրթությունն է լայն իմաստով, այսինքն ոչ թե ուղղակի այն բազային գիտելիքները, որ մենք ստացել ենք, չգիտեմ, դպրոցում կամ բուհերում, բայց նաև այն հմտությունները ու այն ինչ կրթել է մեզ մեր առաջին աշխատանքային փորձը, այն վերապատրաստումները, որ մենք արել ենք կամ շարունակական կրթությունը, որով մենք զբաղվել ենք, եւ բնականաբար սա նպաստում է նաև տարբեր երկրներից, տարբեր ավելի մեծ օրինակ չգիտեմ կառույցներում աշխատելու փորձը, երբ որ մենք տեղափոխվում ենք Հայաստան, մենք նաև կարողանում ենք ստանանք այդ ամբողջ գիտելիքն ու հմտությունը, որ կուտակվել է տարբեր կառույցներում մարդու աշխատանքից կամ տարբեր միջազգային համալսարաններից օրինակ սովորելու արդյունքում։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Հայաստանում իրականացվում էր Արիտուն ծրագիրը, հիմա էլ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը տարբեր ծրագրեր է այսպես իրականացնում։ Ինչով է տարբերվում ձեր ծրագիրը մյուս բոլոր ծրագրերից, որոնք իրականացվել են կամ իրականացվում են։ Մեր ծրագիրը հիմնականում տարբերվում է ժամկետով, որովհետև տվյալ ծրագրերից ոչ մեկ 5 տարի ժամկետով մասնագետներին չի տեղափոխում, եւ նաեւ մենք դիտարկում ենք աշխատանք ոչ միայն պետական համակարգի, այլ նաեւ ոչ առևտրային կազմակերպություններում կամ օրինակ սպորտի ֆեդերացիայում աշխատանք, ինչը մի փոքր տարբերվում է, բայց միաժամանակ մենք շատ ակտիվ համագործակցում ենք բոլոր ծրագրերի կամ կառույցների հետ, որոնք զբաղվում են մասնագետների հրավերելով, պայմանական օրինակ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործ ծրագրով մենք ունենք դեպք, երբ որ մենք նույն մասնագետին համատեղ ֆինանսավորում ենք, որպեսզի ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետը գա եւ աշխատի, եւ ոչ թե 1 տարով, այլ 5 տարով, ինչպես որ մեր ծրագիրն է նախատեսվում։ Եվ դուք որպես տաղանդների ֆոնդ ծրագրի տնօրեն առհասարակ էլ ինչ հետաքրքիր ծրագրեր եք իրականացնում։ Մեր հիմնադրամը իրականում իրականացնում է բացի տաղանդների հրավիրելով եւ ներգրավմամբ, նաեւ տվյալ 5 ուղղություններով զարգացման նախաձեռնություններով։ Պայմանական մենք բժշկական համալսարանի գրադանի տարածքի վերանորոգման ամբողջությամբ վերակառուցման ծրագիրն ենք հիմա իրականացնում, որպեսզի ուսանողները ունենան հետաքրքիր կրթական միջավայր, որտեղ որ ոչ միայն գրքերից կօգտվեն, նաեւ բոլոր տեսակ առկա թվային պլատֆորմներից ու նաեւ կունենան տարբեր տեսակ կրթական ծրագրեր տվյալ տարածքում։ Պայմանական ունենք նաև մեր խաղահրապարակները, որոնք գիտեմ, որ հանրությունը շատ է սիրում եւ ճանաչում, արդեն 3-րդ խաղահրապարակն է մի քանի օրից բացվելու Երևան քաղաքում, որը ներառական խաղահրապարակ է, որը որ խաղահրապարակ է, որ կառուցվել է մաքսիմալ առողջ նյութերից երեխաների համար եւ նաեւ երկարաժամկետ օգտագործման տեսանկյունից օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք շատ երկար կարող են պահպանվել։ Եվ ամփոփելով մեր զրույցը, կոնկրետ տաղանդների ֆոնդ ծրագրի առնչությամբ հարցնեմ, առաջիկայում շարունակվում են բանակցություններ, այսպես ձևակերպեմ միտքս, բանակցություններ եւ կա ուսումնասիրություն արդյոք այս պահին ինչ, այսպես ասած, մասնագետների կարիք ունի Հայաստանը։ Այո, ինչպես ասեցի, որ մեր ոնց որ թիրախ այս առաջիկա ժամանակահատվածում լինելու առողջապահության եւ կրթության ոլորտը, առողջապահության ոլորտում արդեն ունենք մի քանի բանակցություններ ընթացքի մեջ, կրթության ոլորտում ձևավորում ենք, այսպես ասած, աշխատանքի նկարագրերը, որպեսզի կարողանանք բերել մասնագետներ, որոնք որ բավականին նոր եւ նորարար ուղղությամբ պիտի դասավանդեն մեր բուհերից։ Այսինքն մասնագիտություններ, որոնք դեռ ներդրված չեն, թե նոր մասնագիտություններ են։ Մասնագիտություններ, որոնց կրթական մոդուլը մեզ մոտ ներդրված չէ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը Կերոն հիմնադրամի տաղանդների ֆոնդ ծրագրի տնօրեն Գևորգ Պողոսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։